Ուրեմն վերջացած ինչ որ եղել է, մարդկանց տեսակ են, որոնք չուզեցին լինել եւ չեղան։ Բայց կուսակցությունը կա թե չկա, կուսակցությունը կա, լիարժեք աշխատում ապրում է, իհարկե մենք մեր եզրակացություններն ենք անում, ինչ եղավ, ինչ չեղավ եւ դա բնական զարգացում է։ Դրան ասում են ձախության մանկական հիվանդություն։ Ակնկալիքներ ունեն, անձնական խնդիրներ ունեն եւ նման բաներ։ Այսինքն ակնկալիքներ են ունեցել, որոնք չեն իրականացվել։ Հա, իհարկե, դե չեն, ես չեմ էլ խոսել, ով որ գալիս է ասում եմ բարի եկակ, ծրագիր, կանոնագիր եւ այլն, ասում եմ, ընդունում ենք, ինչպես օրենքը նախատեսում է եւ կուսակցական կանոնագիրը, ով գնում է, ես ասում եմ, իշքան շուտ գնաք, այնքան լավ է, որովհետեւ դա օրգանիզմ է, դա պետք է ինքը մնա կայունանա եւ կայուն որպես խնդիր չեմ տեսնում է։ Իսկ անձնական տարաձայնություններ են եղել։ Չէ, ինձ հետ ինչ անձնական տարաձայնություն, կանոնագրի ակնկալիքի տարաձայնությունը, գիտեին երևես է պիտի դառնան հանձնաժողովի նախագահ, նախարար եւ այլն, բայց քանի որ ես կարիերից չեմ, ես քաղաքականություն եւ իմ հետ եղածները եղած վիճակում հասկանում են ինչ է կատարվում, այդտեղ բնավորությունների ուրիշ բան չկա, չի կարող լինել, այդ ասեմ, բայց հիմա կարող եմ քանի հարցը տվեցիք, նույնիսկ անդամագրություն ենք սկսել, որովհետև այն քարոզարշավը, որ ես արեցի, դա մտերմիկ էր, ուրիշ տեսակ էր եւ այլն, մարդիկ են եկել, երբ ժամանակին հայտարարենք, այնպես որ նորմալ է։ Պարոն Շիրինյան, իսկ ազգային ժողովի ընտրություններից հետո վերջապես տեղի ունեցավ ձեր, Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի եւ այլ ուժերի ղեկավարների հանդիպում, որ հասկանայք ինչու մենք ունեցանք այս պատկերը, ինչու տվյալ ուժերից որևէ մեկը չհաղթահարեց պահանջվող շեմը, ինչու չեղավ ի վերջո այդ համախմբումը, որի մասին շատ խոսվում էր։ Հանդիպում չի եղել, նման քննարկում չի եղել, բայց ես պատրաստ եմ, ինչպես որ ընտրությունների նախօրյակին էի ասում, որ եթե պիտի միանալ, չմիանալ, միշտ պատրաստ եմ եւ խնդիր չեմ տեսնում։ Հիմա էլ չեմ։ Միավորվել Բաբաջանյանի, Սարգսյանի հետ։ Չէ, միավորվել ինքնանպատակ չի, եթե այսինքն անձնական որևէ բան չկա, որ դա խոչընդոտ դառնա եւ այլն։ Հիմա եւ ընտրությունների նախօրյակին եմ ասել, հիմա էլ եմ ասում, չեղել կարծում եմ կլինի, դա մի բան չի։ Հիմա ինձ թվում է, ինչպես ես, մենք ուշադիր նայում ենք հետ, այսպես ասած, ընտրական զարգացումներին եւ վերադասավորումներին ինչ է լինում, ինչ չի լինում։ Բայց ես իմ բացատրություն ունեմ, այնպես չի որ այստեղ որևէ։ Որն է ձեր բացատրությունը։ Ասեմ ձեզ, քանի ռուսական սեգմենտը մնալու է եւ մենք դա հեշեի ժամանակից ենք տեսել, վատ կամ լավ չի, ուղղակի որպես փաստ։ Բոլոր ընտրությունները բևեռանալու են երկու խմբերի միջև։ Թվում է բազմագուսակցական ընտրություններ են, բայց երկու բլոկների միջև է լինում պայքարը, թե միջին օղակում ինչ-որ լողացողներ կամ կմնան կամ չեն մնա։ Եվ այլապես տարօրինակ է, որ դեմոկրատական, այսպես ասած, ուժերը երկու անգամ է բացարձակ տեղ չեն գտնում, ոչ թե տեղ չեն գտնում, այլապես պիտի լինեն, ինչն է հարցը։ Տեսեք, հարցը հետևյալին է գալիս, քանի որ ռևանշիզմը հարցը դրել է իշխանափոխություն եւ սա չի փոխվել եւ դա դրված է Մոսկվայի կողմից, իրենք չեն կարող դա փոխել։ Իշխանափոխություն, ուրեմն մեջը երկու մաս կա, ռեժիմի փոփոխություն, բայց հատկապես վարչապետի հեռացում, սա ակնհայտ է։ Այդ մասին դեռ կանդրադառնանք, պարոն Շիրինյան։ Այսինքն ուզում եմ հասկանալ, ձեր չմիավորվելու պատճառը մեղավորներ են ելի իրենք։ Չի, բայց համագործակցություն եղել, որևէ խնդիր չի եղել, կարծում եմ, որ էլի չկա, եւ խոսքով ժամանակը ցույց կտա։ Չէ, դուք ասում եք, որ դեմոկրատական ձեր ձևակերպամբ դեմոկրատական ուժերը այսպես չեղան, որովհետեւ կա ռևանշիզմ։ Հիմա մենք միանում էինք այդ որ ձեզ շատ է հետաքրքրում, ուրեմն եթե գումարային ենք ասում, դա աբսուրդ է, դա ուրիշ կերպ չի կարող լինել բանը, բացատրություն չունի կամին ասածը, 3% չի հասնում 3-ին միասին, դե դա
արդեն չի կարող լինել, ինչն է։ Օրինակ ասում էին հանդիպումներ հրեշը գալիս է, թե ով էր ինչ էր, եւ մարդիկ լծվեցին մեր համագիրները Նիկոլ Փաշինյանի կողմը գնացին, որոնք ես չեմ էլ դեմ եղել առանձնապես, դեմ էլ լինեի տահարճեր փոխի եւ այդպես է եղել։ Եթե դուք հիշեցնեմ, ես կան ու երևի փակենք այս հարցը։ Եթե դուք հիշեք մեր ամսի 4-ի ընդհանուր բանը քննարկում հանդիպումը, վերջում հիշում եք, վերջի հարցն ինչ էր, յուրաքանչյուր կուսակցության լիդեր պիտի պատասխաներ հարցին ուղերձով դիմեր ժողովրդին։ Ուրեմն բոլորը ասել են, ամեն մեկն ասել են մեզ ձայն տվեք։ Ես էլ պիտի ասեի մեզ ձայն տվեք կամ ԿԺԿ կամ 12 համար եւ այլն։ Ես դա չեմ ասել, ես ասել եմ 0 ձայն հակապետական ուժերին, կարող եք ստուգել։ Ինչու՞։ Այդ մթնոլորտ ինչ որ ինձ մոտ եկել էր պատկերը, որ սրանք գրոհով գալիս են, կարող է եւ աղետ լինել, ես դա զգացել եմ։ Ես հիմա այսպեսի մի հարց եմ տալի եւ ակնկալում ուղիղ պատասխան, պարոն Շիրինյան։ Դուք ասացիք, որ 3 ուժեր միասին 3%-ը չէին էլ կարող հաղթահարել։ Չեն, այդպեսին է գալիս, փաստն է։ Լավ, այդ ամեն ինչից չպիտի հետևություն անեք այդ 3 ուժերով։ Ես ասեցի, այսպես 3%-ը, եթե 3-ըդ միասին չեք հաղթահարում, արդեն սա չէ, արդեն բանի մասին օրինակներ կան։ Ուրեմն ասեմ, պիտի այս սկզբում կիրառվի, ուրեմն շտաբել դանդաղորեն։ Դանդաղ շտաբել այդպես արտահայտություն կա, բայց դուք զուրտեղ ես հարցը Հայաստանում արդեն այսպես շատ տաքացում է։ Այն Կորեայի հիմնադիրը հարավային, որ այս Գորյանը ստեղծել է Կիմ Դե Ջուն, նույն կերպով տասնյակ անգամ մերժվել է 0-ով։ Բայց հասավ նպատակին։ Բայց դուք նաև, ինչպես դուք ասացիք, ասել եք 0 ձայն, այսպես կոչված հակապետական ռևանշիստերին, դե չուզեցին։ Բայց միևնույն ժամանակ փաստորեն ձեր այդ խորհուրդը հորդորը այն ձևակերպում, որ դուք արել եք, որևէ մեկը չի լսել, որովհետև մոտ 5 միլիոն մարդ ամեն դեպքում ձեր ձևակերպամբ այդ ռևանշիստական ուժերին ձայն է տվել։ Բայց նայեցեք, այդպես չի հարցը, որովհետև եթե հիշեք կամ դուք չհիշեք, շատ-շատերը գիշեն, ես հարցը միշտ դնում էի անընդհատ, որ 49%-ի բարակայում ինչ է լինելու, եւ ես առաջինն եմ ասել, եթե լինենք կոալիցիոն կառավարության համար պատրաստ ենք, որովհետեւ չլինի 49% էր, 49%-ի վրա 10 ձայնը նշանակություն ունի, 49 ու ինչքան էր կպան եղավ, դա բացառիկ թիվ է, մի անգամ այդ մի 10 ձայնը փրկում է վիճակ, ես կարծում եմ այդ է մարդ, դրա համար իմ գնահատականն էսպիսին է, հետո էլի քննենք, որտեղ պիտի հասկացվի, մենք չենք հաղթել, բայց մենք չենք պարտվել, այդպես եւ դա բանի համար չի են մեծամտության համար մենք չենք պարտվել մենք արել ենք մեր գործը իհարկե վատ եղավ որ Հայաստանում եւ եթե սխեման մնա հարցադրում է այսպես Հայաստանում երբեք բազմագուսակցական լիարժեք համակարգ չի առաջանա երրորդ ուղին չի լինել այսպես Նախընտրական այդ этаպում դուք հայտարարում եք, որ ընտրություններից հետո Ռուսաստանը փորձելու է Հայաստանում հետընտրական ցնցումներ հրահրել։ Նաև, ինչու՞ մենակ։ Այո, հա։ Բայց ամեն դեպքում մենք տեսանք, որ կրքերը այնպես չի, որ այդքան թեժացան։ Ֆիգուրան ֆիգուրա չի։ Ում ֆիգուրան։ Ռուսաստանի ռեզիդենտը այդ չին է, ինքը չկարողացավ դեր կատարել, այնտեղ մաքսիմում մինիմումի տարբերակ կար, սրանք վարչապետ պիտի դառնային, չդառան, ընդ որում, բայց կարողացան խորհրդարանում ուրեմն բանի Կիրիենկոյի խումբ առաջացնել, Պետդումա գա, ըստ էության մի հատված, կտոր այնպես որ մինիմում ծրագրով եւ հիմա ուրիշ բան է որ եթե նայում եք այստեղ ակնհայտ է վերաբերմունքը Միշուստինը վարչապետին ընդունում է նորմալ որովհետեւ եւ այլն Զախարովայի ասելով իրենք հաջորդին այնքան շատ է սիրում որ ես դրանից արգադանք եմ զգում իրենց սիրուց էլ ինչպես նա հավանաբար շոյվում եք Զախարովայի սիրուց չէ բայելի վերջ է ուզում եմ ասել բայց Պուտինը հələ չի շնորհավորել մանտրաժ է նպատակը չի կատարել ռուսերեն եմ ասում որ իրենք հասկանան չի եղել այնպես որ չի եղել այնպես ինչով է դա պայմանավորված որ մինչև այս մեր արած գործով մենք համառորեն կարողացանք 49 եւ այլ տոկոս ապահովել իհարկե ԿՊ-ն եւ վարչապետը այստեղ չլինի որ մենք ենք արել բայց մենք
մեր դերը խաղացինք եւ նրանք ովքեր լրատվության պետության շահեր էին պաշտպանում, որովհետեւ այդ հագարակ թևը շատ ուժեղ է լրատվություն։ Բայց ամեն դեպքում Ռուսաստանը շարունակում է հայկական ապրանքների նկատմամբ այսպես կոչված պատժամիջոցների կիրառումը Պարուշի։ Դե կանցնի էլի, գիտեք ինչ կա, անկախություն եւ պետությունը գին ունեն, բայց Եվրոպան էլ այսպիսի բան չի եղել։ Ես ցես պատմական փաստ ասեմ։ Եվրոպա Միացյալ Նահանգներ, առաջի հանրապետություն դեռևս եւ հետո երբեք մեր հայկական հարցի հանդեպ նման ռեալ ուշադրություն եւ օժանդակություն չի եղել։ Այնպես որ այստեղ ուրիշ հարց կա։ Օրինակ շատ լավ կլներ, եթե կառավարությունը մի առանձին հանձնախումբ գործունյա մարդկանցով առաջացրած լինել, որոնք այդ ուրեմն ապրանքների վերադասավորումով, վերաբաշխումով եւ այլնով զբաղվեին։ Եվ ես առաջարկում եմ, քանի ամառը տեղն է, քանի տաք է եւ այլն, եւ այդ պատժամիջոցները չեն էս է, ուրեմն Պարոն Շիրինյան, ինչպես եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող այս իրավիճակից, որովհետև գիտենք, որ մոտ 21 միլիոն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմա է եղել, այդպիսի մանրամասներ է քննչական կոմիտեն ներկայացրել Գագիկ Ծառուկյանի գործից, բայց նրան ձերբակալելու գործընթացը շատ ընդդիմադիրներ որակեցին որպես շոու։ Տեսեք ինչ կա, ինչ չասեն, տարօրինակ է մեր ժողովրդի այսպես մեջ երևացող մարդկանց ուրեմն կարծիքի հազար բան են ասում, այստեղ չկա ուրիշ կարծիք։ Պիտի պահանջենք արդարադատություն եւ վերջ, ցանկացածի համար։ Եվ այստեղ էլ արդարադատություն, ոչ թե բարերար է, բան է, հա, բարերար է ինչ, գեներալին չի կարելի, հա, բարերարին չի կարելի, սրանք էս բարերար են, դե աշխարհը գիտի էլի, բարերարի մասին չխոսք է։ Արդարադատություն պիտի պահանջվի, բայց մի բան կա։ Ժամանակին Գերմանիան շատ եմ օրինակ վերում, Ադենաուերը ստիպված եղավ Էրհարդ Միչել հետ միասին օլիգարխիական օրենք ընդունել, հակամոնոպոլիստական։ Հայաստանը գողապետությունը, deep state-ը պիտի ոչնչանա, օլիգարխիան պիտի ոչնչանա։ Եվ նրանք, ովքեր որ ինչ-ինչ ձևերով, ուրեմն ինչ-որ ձևով դա պիտի վերադարձվի, վերադասավորվի, այս մարդկանց հետ թողել աշխատելու։ Պիտի այդ հարցը պիտի փակվի։ Այսինքն ինչպես ոչնչանա եւ ում թողել աշխատելու։ Ով որ գիտեք, ես փորձով կարող եմ ասել, որտեղ փորձը այսպեսին է, Հարավային Կորեան ինչու առաջ մղվեց։ Ուրեմն հեղափոխության ժամանակ ես շատ էի ասում, բայց դե բարձ է որ հույն չէի որ լսում, ես փորձն էի փոխանցում։ Ուրեմն Հարավային Կորեայում այսպես եղավ, ոչրագործներ, ովքեր կային, նրանց վերցրեցին, փակեցին, գնդակարեցին, թե ինչ արեցին, Հարավային Կորեան սիրում է, հյուսիս չէ, գնդակարել նախագահան վերջացնի։ Մնացածներին տնտեսական ամնիստիա հայտարարվեց եւ տնտեսական ամնիստիան բացեց այս Հոնդայի եւ այլն։ Սրանք ընդանեկան բիզնեսներ էին, չեբոլ են գոչում, մաֆիոզ կառույցներ էին, Samsung եւ այլն, LG։ Դրանց նկատմամբ այսպիսի բաներ եղան եւ հետո թողեցին օրենքով աշխատել։ Հիմա նույնիսկ առաջարկում եմ, այս հարցերը պիտի փակվի, մի քանի հոգի պիտի պատժվեն, անկասկած։ Հիմա արդարադատության մարմինները թող որոշեն, տնտեսական հիմա ուշ չի, նորից տնտեսական ամնիստիա հայտարարվի, որ պարտքը փակում ես այսօրվանից, վաղվանից եթե փորձեցիր այ կպատժվես, քրեական։ Սա շատ կարևոր է կապիտալի արտահոս տեղի ունենալու եւ հասարակության մեջ այս բաները վերջանա, բայց որոշ մարդիկ պիտի պատժվեն։ Այնել ինչ չափով ռուսներին ծառայած լինելու, քրեա օլիգարխիկ համակարգ սարքելու, պետության տնտեսությունը քայքայելու եւ այլն եւ այլն։ Հիմա բայց դրանք մենք մի պահանջ ունենք, իմ տեսակետ հսկա արդարադատություն։ Ոչ թե գիտեք ինչ կա, ոչ բանը չկա արդարադատություն։ Խոսեցիք Ռուսաստանից, ռուսներին ծառայելուց, Ռուսաստանում էլ ամեն դեպքում ներքաղաքական վիճակը կարծես թե ավելի լարված է այս պահին, դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ այնտեղ կա, այսպես ասած, բենզինի խնդիր, շատ այլ ապրանքների խնդիր։ Դե այսօր հաղորդագրությունն այնպեսին է, որ ուկրաինացիներ հաջողեցրել են բենզո բաների հետ արտադրության գործարաններ, հիմնարկներ եւ այլն 43%-ն արդեն ոչնչացրել են։ Գիտեք, որ երեք Ազովի
Կարծեմ Ազովի ծով եւ Դոնի այդ նավարկության դադարեցվել է, այլևս ռուսներն Ազովի ծովի նավատորմ չունեն, խփել են 50, 60, 70 նավ, բայց հիմա հարցը ինչ է։ Բայց սա չի, սա տեխնիկական հարց է, ժամանակի հարց է։ Ռուսաստանը զարգվում է այն առավելությունից, որ նա ուներ Իվան Գրոզնի ժամանակից, մինչև Ղարաբաղը թուրքերին հանձնելու իր նախաձեռնության մեջ, որի համար պատժվում է հիմա նաև, որն է դա։ Այլևս Ռուսաստանը ստրատեգիական թիկունք չունի։ Այսինքն խորքը որտեղ թաքնվում էր ոչ մեկը չէր հասնի, Հիտլերն այդպես հաղթեցին։ Այդ տարածք հնարավոր չէր հաղթել։ Ուկրաինացիները, ես չգիտեմ ով է հանջարեղեն մարդը, ազգանուն են ասում, բայց իբարզը չեմ ճանաչում այն գեներալը, որը ստրատեգիան գտել է։ Կիևում էլ այնպես չի, որ վիճակը կայուն է։ Կիևում առհասարակ այս պահեդրության բավական վատ իրավիճակ է։ Իհարկե, իրենք էլ խփում են։ Դեստեղ բաներն են, կայսրություն չասենք, էլի մոգոլ թաթարական ավանդույթն է։ Գալիս է երեխա ոչնչացնի բռնաբարի ջարդի Բուչանին չէր։ Երրորդ օրը բռնաբարություն, երեխաներ եւ այլն ռուսական մշակույթն է։ Այդպես արել են նաեւ Պրուսիայում, այդպես արել են ամենտեղ։ Բայց դա արդեն թուլության նշան է։ Ու բարձրապես Ուկրաինան կդիմանա թե չէ։ Անշուշտ Ուկրաինան տարբերակ չունի, ինչպես նաև մենք չունենք տարբերակ չդիմանալու։ Մեր խնդիրների նորից անդրադառնանք, խոսելով թրիփ նախագծի մասին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեջբերում եմ ասել է հետևյալը. իրողությունն այն է, որ Զանգեզուրի միջանցքի թե մուտքի եւ թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ուրեմն տեսեք, այստեղ մենք մի հարց ունենք, որ ես ասեցի, չէ, Գուսակցյան հարցում էլ այս վիճակում շտապել դանդաղորեն։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ինձ թվում է մենք պետք է մի քիչ գործընթացների կառավարումը, նրանց վրա ազդեցություն եւ այլն մի քիչ դանդաղ բան անենք, շուրջը նայենք, տեսնենք ինչ կա, որովհետեւ աշխարհակարգի ինտենսիվ փոփոխության շրջանը հիմա հայտարարության մասին է խոսքը։ Դրանք ոչինչ չարժեն, քան քարոզչական նյութեր են, որոնցով ճնշում հոգեբանական եւ այլն գործադրվում է, դա նույնն է, ինչ որ Սամվել Կարապետյանի 300,000 ադրբեջանցիներն է, որ հիմա կապանում պետք է իր հետ կեֆ անեին, ինքն է թամադալ լիներ, բայց տեսնում եք չկա։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ինչքան մենք թույլ ենք, սա պետք է ընդունենք, որպեսզի եզրակացություն անենք։ Ինչքան մենք կդանդաղենք պետության հզորության եւ բանակի հզորության վերականգնումից, ուրեմն Ադրբեջանը պետք է փորձի տանել այն ինչ կարող է, թուգի դեսներ այդպես բացատրում, բան չի փոխվել, եւ պետք է շանտաժի ենթարկի ճնշում լավ որոշումներ փոխելու համար։ Հիմա դրա համար մեզ պետք է երկաթյա ներվեր եւ շատ արագ վերակառուցել Թրամփի եւ Թրիփի այդ նախաձեռնությունները մեզ մոտ իրականություն դարձնելու համար։ Դա է կարևորը։ Հիմա թե չէ իրենց համար ամբաղ ինչ ասես դուրս են տալու, ստեղից էլ կրկնելու են։ Շնորհակալություն։